տեղեկատվության հիման վրա, որը որ հրապարակման ենթակա է, որը անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով պաշտպանված է տեղեկատվության վերաբերյալ եղավ հպանցիկ կամ ամփոփ քննարկում մտքերի, եղավ մոտավորապես մի 15-20 հարցեր, հարցերի պատասխաններ։ Ինչպիսին էին հարցերը, քննադատական էին արդյոք, պարզաբանում էին, պահանջում, ինչու են այդքան բարձր ձեր պարգևավճարները։ Դուք սպասեք Տիկին Մակունցին, հարցերը կտակել են, ինքը պատասխանում։ Միայն պարգևավճար։ Դրամփակ նիստում աշխատանքային կարգով իրականացված քննարկում էր, որի վերաբերյալ ընդհանուր առմամբ ասեցի այն, ինչ որ իրավասու էին ձեզ այստեղ կանչելու եւ ձեզ հարցադրումներ անել։ Իրավասության խնդիր չկա, տեսեք, մենք ասում ենք, որ պետք է հաշվետվողականություն ունենանք, չէ՞։ Հիմա աշխատանքային կարգով մեր գործընկերները հրավիրել են, ես եկել եմ, մենք քննարկում ենք։ Եթե լուսավոր Հայաստանը կանչի նորից կգա։ Պարոն Անանյան, կարողացաք հիմնավորել։ Ես ոնց հասկանում եմ խնդիրը բարձր խնդրում եմ դստակերի, բարձր պարգևավճարներն են։ Կարողացաք հիմնավորել ինչու այդքան բարձր։ Այ բարձրաբաներ, կարողացաք բարձրաբանել։ Դուրս կգան մարդիկ հարցրեք, ես չեմ ասելու իրենք բավարարված էին, թե չէ։ Ես հարցերին պատասխանել եմ, ինքս ինձանից բավարարված եմ։ Ես հասկանում եմ, որ ամեն ինչ ճիշտ է կատարվել պարգևավճարների հետ կապված։ Այո, օրենքի տարին համապատասխան։ Այդքան բարձր պարգևավճարները արդարացված են։ Չկա, սուտերը տեղեկատվություն։ Ինչու թվեր կհրապարակի 9 միլիոն պարգևատրում գոյություն չունի, 8 միլիոն չկա, 7 միլիոն չկա։ Պարոն Անանյան, իրենք միայն լրատվամիջոցների հրապարակումների վրա են հիմնվել։ Ասեք, մենք հիմա որոշում ենք, թե ինչպես հանրային հանրությանը, ես եկեք ձեռնպահ մնամ քաղաքապետարանի ինչու է հրապարակել կամ արդյոք պիտի հրապարակել, դա իրանց իրավունքն է։ Մեր իրավաբանների հետ միասին մենք աշխատում ենք ինչպես անենք, որ հանրայնացնենք այն տեղեկատվությունը, որը հանրայնացնելու այսօր իրավական պահանջ, իրավական հնարավորություն չունեն։ Պարոն Անանյան, մի քանի ինչու են հենց ձեզ հրավիրել։ Պատգամավորները եւս ասեցին, որ առաջիկայում միգուցե պետք է օրենսդրություն փոխել, որ հանրություն եւ պետական ծառայու հետ կապը շատ ավելի թափանցի։ Պարոն Անանյան, մի քանի գերատեսչություններ են բարձր պարգևավճարներ տվել, հրապարակումներ եղավ, ինչու հենց Պեկին, այդ առումով ինչ կարող ես եմ տեղյակ, հերթով բոլորի հետ աշխատանքային քննարկումներ են լինելու։ Այսինքն այստեղ միտում կամ ուղղորդվածություն կոնկրետ ձեր նկատմամբ չեք տեսնում, կամ հող են նախապատրաստում հրաժարականի համար։ Որևէ նոր բան չեմ ասում։ Պարոն Անանյան, ինչքան են եղել այդ պարգևատրաստումները։ Դուք անձամբ միլիոններ չեք ստացել։ Կոնկրետ ձեր թիվը միլիոններ չեք ստացել։ Ձեր մասով 8 միլիոն թիվն է շրջանառվում։ Կոնկրետ դուք ինչքան եք ստացել։ Տեսեք, ես հրապարակել եմ իմ տարեկան եկամուտների հայտարարել մի վարքյան։ Նարեկ ջան, ասում եմ, ախր ասում եմ, 23 միլիոնը բաղկացած է 4.8 միլիոն ֆինանսների նախարարությունից եմ ստացել, 18.5 միլիոն ստացել եմ պետական եկամուտների կոմիտեից։ 4.8-ը ստացել եմ 4.5 ամսվա համար, 18.5-ը ստացել եմ 7.5 ամսվա համար։ Տարեվերջան 8 միլիոնը ինչին էր 8 վերաբերում։ միլիոն չկա այդ թիվը։ Պարգևավճարը բաժանում 7.5-ի կստանաք մոտորապես միջին 2.3 միլիոն։ Իմ եկամուտները ամսական 2.3 միլիոն։ Պարոն Անանյան, ներողություն, դուք անձամբ ինչքան պարգևավճար։ Դուք անձամբ ինչքան եք ստացել։ 2.3 միլիոն։ Պարգևատրումների տարեկան գումարը 8 ամսվա համար Պեկից 14 միլիոն։ Չէ, տարեկան չէ, տարվա վերջում այդ բոլորին որ այդ առանձի պարգևավճարը ինչքան է։ Այսինքն գումարվել այդ 8 ամսվա համար։ Պարոն Անանյան, ոչ չեմ հասկացա։ Ասացիք 8 միլիոն Այդ խնդիրը լուծվել է, Նարեկ ջան, որտեղ կոկորդիլոսը երկկենցաղ է, շատ դեպքերում դասակարգման խնդիր է։ Այսինքն վիզա տրվել է այդ։ Հա, վիզա տրվել է։